Դասական մեխանիկայի դասընթացի 19-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ա, Ուրեմն նախ արագ վերհիշենք, թե ինչ էինք անում նախորդ անգամ։ Նախորդ անգամ ուսումնասիրում էինք ողորկ բազմաձևությունները։ Իրականում մենք ուսումնասիրում էինք ոչ թե ընդհանուր абստրակտ դեպքը, այլ նայում էինք այն բազմաձևությունները, որոնք ներդրված են ինչ-որ էվկլիդեսյան տարածության մեջ։ Այսինքն մենք ունենք ինչ-որ n բազմություն, որը ընկած է Rn-ում ու ներմուծենք հետևյալ հասկացությունը, ասենք որ m-ը բազմաձևություն է, ներդրված բազմաձևություն է, ըստ սահմանման այս նշանակում է հետևյալը, որ ցանկացած x կետի համար կամ a-ի նշանակում կրծքով a կետի համար m-ից ես կարող եմ գտնել այնպիսի շրջակայք, նշանակենք b կետով, բաց գունդ a կենտրոնով և դելտա շարաղով, այնպես որ m-ի հատումը և կարող եմ գտնել ֆունկցիաներ, գոյություն ունեն f1, fn-k, որտեղ կան m-ի չափողականությունն է, ուրեմն սրանք ողորկ ֆունկցիաներ են այս շրջակայքից r, այնպես որ m-ի հատումը շրջակայքի հետ n կետերն են շրջակայքից, որոնց համար այս ֆունկցիաները 0 են, այսինքն f1x-ը հավասար է f2x, հավասար է fnx և հավասար է 0, ու ընդ որում, եթե վերցնում եմ սրանց գրադիենտները, գրադիենտ f1x և այլն գրադիենտ fn հանած kx, սրանք գծայնորեն անկախ են ցանկացած x-ի համար։ Սա էր մեր բազմաձևության սահմանումը։ Մենք մի թեորեմ ապահովեցինք, որի համաձայն բազմաձևությունը կարող ենք նաև ուրիշ ձևով նկարագրել, կարող ենք նկարագրել որպես ֆունկցիայի գրաֆիկ, այսինքն m-ը ներդրված բազմաձևություն է, թեորեմը հետևյալն էր, m-ը ներդրված, եկեք կարճ գրենք, ներդրված բազմաձևություն է, այն և միայն այն դեպքում, եթե ցանկացած կետի համար m-ից ես կարող եմ գտնել, ես կարող եմ առանձնացնել կոորդինատներ, ուրեմն գոյություն ունի i1 ik 1-ից n բազմության մեջ, գոյություն ունեն երկու շրջակայք, գոյություն ունեն u, որը ընկած է RK-ի մեջ, և v, մի քիչ ուրիշ ձևով է նախորդ անցյալ դասին ձևակերպվում, բայց հիմա կտեսնենք, որ նույն բանն է, գոյություն ունի v շրջակայք n-k-ի մեջ, և գոյություն ունի j ֆունկցիա, որը գնում է u շրջակայքից v շրջակայք, ուրեմն ողորկությունը ոչ միտեղ չեմ կոնկրետացնում, կա այնքան անցանցյալ, ինչքան պետք է, այսինքն ամենակիչը մի հատ, գոնե մի անգամ անընդհատ անցելի են, ուրեմն գոյություն ունի j ֆունկցիա, որը u-ից գնում է v, ուրեմն այնպիսին, որ նախ a-ն ընկած է այս ուղիղ արտադրյալի մեջ, u անգամ v-ի մեջ, ու x կետը, որը պատկանում է uv-ին ցանկացած x-ի համար, ճիշտ է հետևյալը, ցանկացած x-ի համար ուղիղ արտադրյալից, լավ չգրեցի սրանք, ու անգամ v-ից, ճիշտ է հետևյալը, x-ը պատկանում է m-ին, այն և միայն այն դեպքում, երբ
այս սրանց լրացնող կոորդինատները, ուրեմն x ժին կամ գրենք x ժ1 x ժ n հանած x ժ n հանածկան, այո, հավասար է ժ-ն կիրառած x i1 x ik-ի վրա, որտեղ ժ1 ժ n հանածկան այս i1 ik-ի լրացումն է։ Վերցնում եմ բոլոր ինդեքսները մեկից են ու սրանցից հանում եմ i1 ik-ան։ Ուրեմն այս էր թեորեմը, որը մենք նախորդ անգամ ապացուցեցինք, որ ցանկացած բազմաձևություն, ներդրված բազմաձևություն կարելի է ներկայացնել ֆունկցիայի գրաֆիկի տեսքով։ Այսինքն օրինակ եռաչափ դեպքում կունենանք հետևյալը, որ ունենք բազմաձևություն, եթե ցանկացած կետի շրջակայքում ես իրան կարող եմ ներկայացնել ինչ-որ գրաֆիկի տեսքով։ Այսինքն այս դեպքում օրինակ x3-ը կլինի x1, x2-ից ֆունկցիա։ x3-ը հավասար է ինչ-որ j ֆունկցիա x1, x2-ից։ Այսինքն ուրիշ ներդրված բազմաձևությունը ընդհանրապես ուրիշ բազմաձևություն գոյություն չունի։ Բոլորը կարելի է ներկայացնել կամ այս ձևով բնութագրել, կամ այս ձևով բնութագրել, որ այստեղ f1, fn հանած կա է, ինչ է նոց f1, fn հանած կա, այսինքն կարող ենք ընտրել n հանած կա ֆունկցիաներ, որոնց 0-ները տալիս է հենց բազմաձևությունը, կամ կարող ենք ընտրել j ֆունկցիա, ողորկ, այնպես որ n-k կոորդինատ, n-k կոորդինատ կարող ենք ներկայացնել k կոորդինատներից որպես ֆունկցիա։ Ուրեմն մի երրորդ նկարագրությունը կա բազմաձևության, այս ես կձևակերպեմ, բայց էլի ինչ որ պարզ կիրառում է անբացահայտ ֆունկցիաների մասին թեորեմի, առաջարկում եմ ձեզ ինքնուրույն հասկանալ ինչի է սենց։ Ուրեմն թեորեմ, ուրեմն m-ը ներդրված բազմաձևություն է, այն եւ միայն այն դեպքում, եթե տեղի ունի հետևյալը, էլի հասկացությունը լոկալ է, այսինքն ցանկացած a կետի համար ես կարող եմ ընտրել n տեսակ շրջակայք, ասենք u, որը պարունակում է an, ու ես կարող եմ ընտրել ասենք բաց գունդ 0 կենտրոնով եւ դելտա շառավղով r կայում, ու վերջապես j ֆունկցիա, որը գնում է այս գնդից ու այնպես որ x-ը ցանկացած x-ի համար ուից ճիշտ է հետևյալը, x-ը պատկանում է m-ին, այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը կարող եմ ներկայացնել, երբ գոյություն ունի y կամ գոյություն ունի q, որը պատկանում է այս գնդին, նենց որ x-ը հավասար է jq-ի, ընդ որում j-ն բիեկտիվ է, բիեկտիվ չէ, j-ն ինյեկտիվ է, ինքը k չափանի գնդից գնում է n չափանի բազմության մեջ, ուրեմն j-ն ինյեկտիվ է, եւ եթե նայում եմ ածանցյալը, այսինքն նայում եմ դիֆերենցիալը,
դեժեքյուն ունի մաքսիմալ ռանգ։ Այսինքն կարող եմ գրել, քանի որ բանը չափողականությունները հայտնի են, ավելի հասկանալի եթե գրեմ, որ սրա ռանգը հավասար է, ուրեմն ինքը k չափանից գնում է n չափանի, այսինքն ռանգը չի կարող ավելի մեծ լինել, քան k-ն, ռանգը հավասար է k-ի։ Այսինքն ուրիշ կերպ ասած, ես m-ի վրա կարող եմ սահմանել լոկալ քարտեզներ։ Այս է ասում թեորեմը, որ եթե ունեմ m բազմաձևություն, ցանկացած կետի համար, ես կարող եմ ընտրել ինչ-որ շրջակայք, այս շրջակայքը կլինի բանի մեջ, R-ի մեջ, ու կարող եմ ընտրել k չափանի գունդ R-կայում, և արտապատկերում ողորկ, որի անունը ես դրեցի J, հենց որ այս գնդի պատկերը այսքան մասն է, հատումն է շրջակայքի ու շրջակայքի և m բազմաձևության հատումն է։ Այսինքն ցանկացած կետի համար այս ու շրջակայքից կետը կլինի բազմաձևության վրա, եթե ինքը J ֆունկցիայի պատկերի մեջ է գտնվում։ Ընդ որում J ֆունկցիան ինյեկտիվ է, տարբեր կետերը գնում են տարբեր կետեր, և ռանգը մաքսիմալ է, այսինքն եթե նայում եմ դիֆերենցիալի ռանգը մաքսիմալ է, այսինքն այս ածանցյալի ածանցյալը 0 է դառնում միայն 0-ում։ Ուրեմն ես օրինակ նախորդ դեպքում իրականում եթե ունեմ նախորդ դեպքը, եթե ունեմ սա, ես ունեմ նաև սա, որովհետև J-ի փոխարեն, ուրեմն եկեք օրինակ նայենք, եթե օրինակ լավ, եկեք եռաչափ դեպք նայենք, ավելի պարզ կլինի։ Եթե x3-ը հավասար է ինչ-որ J ֆունկցիա x1 x2-ից, ապա ես կարող եմ անել հետևյալը, J-ն սահմանեմ հետևյալ ձևով x1 x2 և J x1 x2։ Ընդ որում այդ J-ն սահմանված կլինի այս նույն գնդի վրա, այս պստորեն գունդ չէի նշանակել, ու-ով էի նշանակել, այս մեր ու բազմության մեջ կվերցնեմ ինչ-որ մի գունդ ու կասեմ, որ J-ն սահմանված է դրա վրա։ Այսինքն ուրեմն ունենք 3 համարժեք նկարագրություն ողորկ բազմաձևության, կամ ինքը n k չափանի ողորկ ներդրված բազմաձևության, կամ n-k ֆունկցիաների զրոներն են, կամ ինչ-որ ողորկ ֆունկցիայի գրաֆիկն է, կամ էլ ցանկացած կետի շրջակայքում ես կարող եմ ներմուծել քարտեզ, այսինքն այս բոլոր կետերը և իրենց ինչ-որ շրջակայքով ծածկվում են ինչ-որ k չափանի գնդերի պատկերներով։ Ուրեմն առաջարկում ես ինքնուրույն հասկանալ, թե ինչի էս վերջի նկարագրությունը, իրականում համարյա բան չկա անելու, մի անգամ կիրառում եք, մի ուղղությամբ արդեն ցույց տվեցինք, այս ուղղությամբ ակնհայտ է, հակառակ ուղղությամբ անելու համար պետք է մի անգամ կիրառեք ամբացայտ ֆունկցիայի թեորեմը։ Ուրեմն ես ինչ վերաբերում էր սահմանումներին, ողորկ բազմաձևության սահմանումին, հետո սահմանեցինք, թե ինչ է նշանակում շոշափող տարածություն և շոշափող շերտավորում։ Ուրեմն շոշափող տարածությունը հետևյալն էր, եթե ունենք ինչ-որ A կետ, ուրեմն սրանից հետո M-ը միշտ ներդրված բազմաձևություն է, ամեն անգամ չհիշատակեմ, ապա շոշափող տարածությունը A կետում այդ հետևյալն էր, վերցնում ենք գրադիենտները, այս մեր ֆունկցիաների, որոնք նկարագրում են, գրադիենտ f1-ը A կետում և այլն, գրադիենտ f(n-k) A կետում, ուրեմն ես սրանք ըստ ենթադրության սրանք գծայինորեն անկախ են, պայման կար դրած, սրանք գծայինորեն անկախ են, այսինքն իրանք ծնում են n-k չափանի
ենթատարածություն այդ R-ում, վերցնում եմ սրա օրթոգոնալ դրացումը, այսինքն ստացվում է n-ից հանած n-k, այսինքն k չափանի տարածություն R-ում։ Ումի թեորեմ ապացուցեցինք համարյա մի փոքր կետ էր մնացել, հիմա դրա մասին խոսենք։ Թեորեմը ասում է հետևյալը, որ շոշափող տարածությունը այդ իրականում բոլոր արագության վեկտորներն են այն շարժումների համար, որոնք միշտ տեղի են ունենում m բազմաձևության վրա։ Այսինքն վերցնում եմ գամմա կետովը 0 պահին, որտեղ գամման ֆունկցիա է ինչ որ բաց միջակայքից rn, ընդ որում ցանկացած t-ի համար այս միջակայքից գամմա t-ն պատկանում է m-ին և 0 պահին կորը անցնում է a կետով։ Այսինքն, եթե ես ունեմ բազմաձևություն ներդրված, ապա այս տարածությունը, որը շոշափում է մակերևույթը ինչ-որ a կետում, ես կարող եմ նկարագրել հետևյալ ձևով, ես վերցնում եմ բոլոր կորերը, որոնք անցնում են 0 պահին a կետով, ու վերցնում եմ դրանց համապատասխան արագության վեկտորները։ Այս բոլոր վեկտորները կլինեն հենց շոշափող տարածությունը։ Ուրեմն մի պահ էր մնացել, որ անհասկանալի մնաց վերջի անգամ։ Ուրեմն ինչ ցույց տվեցինք։ Ցույց տվեցինք, որ եթե ես աջ մասը ժամանակավորապես նշանակեմ, չգիտեմ ինչ որ ենթատարածությամբ, n ինչ որ ենթատարածություն է, մենք ցույց տվեցինք, որ եթե ինչ որ ցույց տվեցինք այս ընդհանրապես պարզ բաներ, որ n ընկած է TI-ի մեջ։ Եկեք A գրենք, որ պարզ լինի, որ կախվածություն կա այից, n ընկած է TI-ի մեջ։ Հակառակը մի քիչ պարզ չէր, ինչի է TA-ն ընկած EI-ի մեջ։ Ուրեմն եկեք անենք եռաչափ դեպքը, բազմաչափը լրիվ նույն ձևով է արվում, ուղղակի այս դեպքում մի քիչ ավելի պարզ է ու բանաձևերն ավելի հեշտ են գրվում։ Ուրեմն վերցրեցինք u վեկտոր, որը ընկած է TA m-ի մեջ։ Եկեք թող ուրեմն ենթադրենք, որ m-ը ընկած է R3-ում և m-ի չափողականությունը հավասար է 2-ի։ Այդ դեպքում TAM-ը ինչ կլինի։ Այդ դեպքում m-ը տրված է որպես ինչ որ ֆունկցիայի զրոներ, f-ը գործում է ինչ որ գնդից r, ու բնականաբար գրադիենտը 0 չի, քանի որ պետք է լինենք ձայնորեն անկախ, բայց մի ֆունկցիա է, ուրեմն պետք է ենթադրեմ, որ գրադիենտ f-ը հավասար չի 0 չի դառնում։ Այդ դեպքում, եթե ենթադրենք օրինակ, որ df dx1-ը a կետում 0 չի, ապա այս բազմաձևությունը ես կարող եմ ներկայացնել որպես ինչ որ j ֆունկցիայի գրաֆիկ, x3 հավասար է j x1 x2։ Ուրեմն այս բոլոր բանաձևերը բնականաբար լոկալ են, այսինքն ոչ թե m-ն է հավասար եւ հավասար է 0-ի, այլ m-ը հատում ինչ որ գնդի հետ հավասար է n կետերը այդ գնդից, որտեղ f-ը դառնում է 0, նույնը ստեղ գլոբալ չեմ կարող ներկայացնել, բայց ցանկացած կետի փոքր շրջակայքում։ Որպեսզի գրելը շատ բարդ չլինի, եկեք սենց բանաձևերը գրենք, հասկանալով, որ իրականում այս բոլոր ինչ որ ասում ամեն ինչը լոկալ է։ Ուրեմն m հավասար է x3 j x1 x2։ Հիմա մենք ուզում ենք ցույց տալ, որ այս u վեկտորը, որը ընկած է TAM-ում, ինչ որ կորի արագության վեկտորն է։ Ուրեմն նախ ինչ է նշանակում, որ u-ն ընկած է TAM-ում, այդ նշանակում է հետևյալը, որ df dx1
a անգամ u1 գումարած df dx2 էլի ակետում անգամ u2 գումարած df dx3 ակետում անգամ u3 հավասար է 0-ի։ Հիմա ոնց արեցինք մենք նախորդ անգամ, ասեցինք վերցնենք u-ի պրոյեկցիան n ենթատարածության վրա, որը որոշված է մեր j ֆունկցիան, ընդհանուր դեպքում էլ ինչ որ կոորդինատներ կարելի է ներկայացնել k կոորդինատից ֆունկցիայի տեսքով։ Հիմա այս դեպքում երրորդ կոորդինատը կարելի է ներկայացնել առաջի երկուսից ֆունկցիայի տեսքով։ Մենք վերցրեցինք u-ի պրոյեկցիան այդ հարթության վրա, այսինքն վերցրեցինք u գծիկով վեկտորը, վերցրեցինք u գծիկովը, որը հավասար է u1 u2, վերցրեցինք a-ի պրոյեկցիան, որը հավասար է a1 a2, ու նայեցինք հետևյալ կորը, գամմա տեն հավասար է a գումարած t անգամ u գծիկով երկուսն էլ, այս առաջի երկու կոորդինատներն էր, իսկ երրորդի փոխարեն վերցրեցինք սրա պատկերը j ֆունկցիայով։ Մենք այս բանը արեցինք բազմաչափ դեպքում։ Հիմա կոնկրետ այս դեպքում, երբ ունենք երկչափ բազմաձևություն եռաչափ տարածության մեջ, վերցրեցինք այս կորը։ Ուրեմն այս կորը որոշված է փոքր t-երի համար, ընդ որում գամման 0 կետում հավասար է ինչի, ստացվում է a գծիկով եւ j-ն սրա վրա, բայց ես գիտեմ ըստ մեր բազմաձևության նկարագրության, որ այս հենց a կետն է, որովհետեւ ինչ որ կետ պատկանում է բազմաձևությունը, եթե ինքը ընկած է այս j ֆունկցիայի գրաֆիկի վրա։ Ուրեմն այս հենց a կետն է, ինչի հավասար գամմա կետովը, այս լինում է u գծիկով, ստեղ ինչ է ստացվում, ստացվում է dj dx1 հաշված a կետում եւ պետք է բազմապատկեմ a գծիկով կետում բազմապատկած u1-ով եւ գումարած dj dx2 հաշված a գծիկով կետում եւ բազմապատկած u2-ով։ Ես տեղացանցեցի այս բարդ ֆունկցիան ըստ t-ի, j-ն ացանցում եմ ըստ x1-ի, հետո x1 ըստ t-ի ստացվում եմ u1, j-ն ացանցում եմ ըստ x2-ի եւ հետո x2-ը ըստ t-ի ստանում եմ u2։ Ուրեմն այս մեր բանն էր, գամմայի ացանցալն էր։ Ես ինչ եմ ուզում ցույց տամ, ես ուզում եմ որ ցույց տամ, որ գամմա կետովը 0 կետում հենց հավասար է մեր u վեկտորին։ Ուրեմն առաջի երկու կոորդինատները պարզ են, որտեղ ուն հավասար է, ուրեմն այս բանը դեռ ես չգիտեմ։ Այս դեռ չգիտեմ։ Ուն հավասար է u1 u2 եւ u3։ Ուրեմն u1 u2-ը հենց մեր u գծիկովն է, այսինքն առաջի երկու կոորդինատները պարզ են։ Մնում է հասկանալ, թե ինչի է u3-ը հավասար սրան։ Ուրեմն այս հետևանքի անբացահայտ ֆունկցիայի թեորեմի, այսինքն ստեղից ինչ կարող ենք ասել, այս հավասարությունից, ասենք աստղանիշ դնենք անունը, աստղանիշից հետևում է, որ u3-ը հավասար է, ուրեմն կստացվի մինուս df dx3-ը 0 չէր, այսինքն կարող եմ բաժանել df dx3-ի վրա, ստացվում է, ուրեմն եկեք կարճ գրեմ, d1 f u1 գումարած d2 f u2 եւ բաժանած d3 f, բոլոր ացանցալները վերցրած են a կետում։ Ուրեմն ես ստացա այս աստղանիշ հավասարումից, որը ըստ ենթադրության է ճիշտ, ես ուզում եմ հասկանալ, թե ինչի սա հավասար է հենց սրան։ Այսինքն իրականում ես պետք է ցույց տամ, եթե ես ուզում եմ ցույց տալ, որ այսքանը հավասար է սրան, ուրեմն բավական է ցույց տալ, որ այս dj կամ d1j-ն a գծիկով կետում հավասար է, որն է տեղում եկի գործակիցը, մինուս d1f բաժանած d3f-ի, բնականաբար ամեն ինչ հաշվում եմ a կետով, եւ նույն բանը երկրորդի համար, d2j-ն, d1f բաժանած d3f-ի, բնականաբար ամեն ինչ հաշվում եմ a կետով, եւ նույն բանը երրորդի համար, d2j-ն, d1f բաժանած d3f-ի, եւ նույն բանը երրորդի համար, d2j-ն, d1f բաժանած d3f-ի,
A գծիկով կետով հավասար է մինուս D2F-ը բաժանած D3F-ի, ընդ որում էլի հաշվում եմ A կետում։ Բայց այս ամբացայիտ ֆունկցիայի թեորեմի մաս է կազմում, որովհետև ինչ էր ասում ամբացայիտ ֆունկցիան։ Ուրեմն ամբացայիտ ֆունկցիան այս արտահայտում էր կապը այս f ֆունկցիայի եւ g ֆունկցիայի։ Ինքը ասում է, որ g ֆունկցիան լուծում է f հավասար է 0 հավասարումը։ Ամբացայիտ ֆունկցիան ասում էր հետեւյալը, որ f x1 x2 x3 հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ x3-ը հավասար է g x1 x2։ Բնականաբար էլի ամեն ինչ լոկալ է, փակագիծը ստեղ չի, այլ ստեղ է։ Ամեն ինչ լոկալ է, այսինքն փոքր i փոքր շրջակայքում f-ը դառնում է 0, եթե կետը ընկած է g-ի գրաֆիկի վրա։ Այդ նշանակում է, որ եթե ես սրա մեջ տեղադրեմ g-ն, կստանամ հետևյալը. f x1 x2 եւ g x1 x2-ը հավասար է 0-ի, ընդ որում ես արդեն ճիշտ է ցանկացած x1 x2-ի համար, որը գտնվում է այս i պրոյեկցիայի փոքր շրջակայքում։ i փոքր շրջակայքում ես կարող եմ լուծել այս հավասարումը x3-ի նկատմամբ, քանի որ ենթադրեմ, որ f-ի ածանցալը ըստ x3-ի 0 չի։ Հիմա եթե ես ածանցում եմ այս հավասարությունը ըստ x1-ի ու տեղադրում եմ x1 x2 հավասար է a գծիկով, ստանում եմ հետևյալը։ Ուրեմն d1f պետք է տեղադրեմ x1-ը հավասար է x2 հավասար է a գծիկով, բայց այդ դեպքում g a1 a2-ը արդեն ես գիտեմ, որ ինքը տալիս է a-ն գումարած f-ը պետք է ածանցեմ ըստ երրորդ փոփոխականի ու երրորդ փոփոխականը էլի կստանամ a կետում ու երրորդ փոփոխականը ըստ x1-ի կստանամ d1 g-ն a գծիկով կետում, ուրեմն s հավասար է 0-ի։ Ուրեմն սա նույնություն էր, այսինքն այստեղ նույնաբար հավասար է 0-ի, կարող եմ ածանցել, ածանցում եմ, ստանում եմ ինչ, ստանում եմ այս հավասարությունը, ստանում եմ սա, բայց s էլ հենց սա էր։ Եթե բաժանեմ d3f-i վրա, որը 0 չի, կստանամ s։ Նույն ձևով, եթե ածանցում ենք ըստ x2-ի, ստանում ենք սա։ Այսինքն անցյալ անգամ մենք այս բանը չէինք օգտագործել, դրա համար չէր ստացվում։ Բազմաչափ դեպքում կլինեն ոչ տեսակ բանաձևեր, այլ կլինեն մատրիցներ ու պետք է ուղղակի գրել, թե ինչ է նշանակում, որ g-ն լուծում է f1-ը հավասար է 0, հավասար է f2-ը հավասար է 0 եւ այլն, այդ հավասարությունը գրել համապատասխան ածանցյալը ու կստանաք ինչ որ պետք է։ Մի քիչ դժվար է այդ ամեն ինչը անել այս այն ժամանակում, որ մենք ունենք, բայց հիմնական մտահղացումը էս է, որ վերցնում ենք մեր բազմաձևությունը, ներկայացնում ենք գրաֆիկի տեսքով, այն փոփոխականների տարածության մեջ, որոնցից կախված է մեր g ֆունկցիան, վերցնում ենք այս a գծիկով գումարած t գծիկովը, մնացածը վերցնում ենք որպես սրա պատկերը g-ով։ Ստանում ենք ինչ որ կոր, ինքը բազմաձևության վրա է, նայում ենք ածանցյալը ու ստանում ենք ինչ որ վեկտոր։ Հետո նայում ենք, թե ուն ինչին է բավարարում, այս ստացված հավասարումների համակարգից լուծում ենք, այսինքն արտահայտում ենք բարձր եթե ընդրենք x1 x-ի նկատմամբ ենք լուծել, բարձր կոորդինատները արտահայտում ենք որպես ֆունկցիա ցածր կոորդինատներից, ոնց որ ստեղ արեցինք, բարձր կոորդինատը արտահայտեցինք որպես ֆունկցիա ցածր կոորդինատներից ու փորձում ենք տեսնել, թե ինչի է s հենց տալիս նույն արտահայտությունը ինչ որ ստեղ։ Դա էլ ամբացայիտ ֆունկցիայի թեորեմից հետևանք է։ Շատ լավ, հուսով եմ համոզեցի, որ ստանում ենք նույն բանը, այսինքն այն ինչ որ բնական է անվանել շոշափող տարածություն, ես կարող եմ նկարագրել, որն է այս թեորեմի օգտակարությունը, այն է, որ որպեսզի սահմանեմ ես շոշափող տարածություն, ինձ պետք է m-ը պատկերացնել որպես ներդրված բազմաձևություն։ Ես պետք է վերցնեի այս ֆունկցիաները, ինչալ որ այս ֆունկցիաները միակը չեն, կարող է ուրիշ ընտրություն լինի, հեշտ է կառուցել օրինակ, որ ուրիշ ֆունկցիաներ կլինեն, պետք է գտնեմ սրանց գրադիենտները,
նայեմ ծնված տարածությունը, վերցնեմ օրթոգոնալ լրացումը։ Ընդհանրապես պարզ չի այս սահմանումից, թե ինչի կախվածություն չկա այս ֆունկցիաների ընտրությունից։ Թեորեմը ասում է, որ կախվածություն չկա։ Պետք է վերցնել բոլոր կորերը բազմաձևության մեջ, որոնք 0 պահին անցնում են ակետով, ու նայել դրանց արագության վեկտորները։ Այստեղ արդեն ոչ մի նույնիսկ ստեղ չենք օգտագործում, որ m-ը ներդրված է։ Մենք օգտագործում, որ m-ը բազմաձևություն է, այսինքն իրան կարելի է ներկայացնել օրինակ այս վերջի նկարագրությամբ։ Այսինքն իրան կարելի է ծածկել քարտեզներով։ Շատ լավ, այս ուրեմն բազմաձևությունների մասին, արդյոք սրա վերաբերյալ ինչ-որ հարցեր կան։ Մեզ մի բան էր մնացել, մեզ Ռիմանյան բազմաձևության հասկացությունն է մնացել հասկանալ։ Մեզ շոշափող տարածությունն է, շոշափող տարածությունից հետո ներմուծեցինք շոշափող շերտավորումը, այսինքն TM-ը, շոշափող շերտավորում, ինչ է շոշափող շերտավորումը, այդ բոլոր շոշափող տարածություններն էին իրանց կիրառման կետերով, այսինքն TM-ը, այս շոշափող շերտավորումն է, այդ բոլոր x, x-ի զույգերն էին, որտեղ x-ը պատկանում է m բազմաձևությանը, իսկ x-ին ցանկացած վեկտոր է շոշափող տարածությունից։ Մենք ցույց տվեցինք, որ սրա վրա կարող ենք ներմուծել S էլի ներդրված բազմաձևություն է։ S ընկած է R2n-ի մեջ ու սրա չափողականությունը հավասար է 2k-ի։ Ու կարող ենք նաև բնական ձևով քարտեզ ներմուծել, այսինքն ամեն անգամ եթե m-ի վրա կան կոորդինատներ, եթե ասենք q1, այս երրորդ թեորեմի նկարագրությունն է, q1, q-կան կոորդինատներ են m-ի վրա, այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ x-ը ես գրել եմ J q1 qk տեսքով, որտեղ J-ն ողոր կարտապատկերում է ինչ-որ գնդից Rn, էլի բոլոր պայմաններին բավարարում է, այսինքն ինյեկտիվ է և դիֆերենցիալ 0 չի դառնում, դիֆերենցիալ 0 չի դառնում, այսինքն 0 է գնում միայն 0-ն, այդ դեպքում ես կարող եմ սահմանել հետևյալ շոշափող վեկտորները, ուրեմն E-ով կնշանակեմ հետևյալ շոշափող վեկտորը, ես վերցնում եմ J-ի ածանցալը ըստ E-երորդ կոորդինատի ու եթե այս A-ն հավասար էր J0, վերցնում եմ սրա ածանցալը 0 կետում։ Այսինքն ուրիշ կերպ ասած, ես վերցրեցի հետևյալ կորը, գամմա տեն, որպեսզի E վեկտոր կառուցեմ, գամմա տեն, ես վերցրեցի պարզապես T կորը, E-երորդ կոորդինատում, այսինքն 0, 0, ստեղ վերցրեցի T, ստեղ էլի 0։ J-ն կիրառած սրա վրա, ոչ թե սա, այլ J-ն կիրառած սրա վրա։ Ես պետք է վերցնեի կորերը, որոնք ընկած են բազմաձևության վրա, վերցնում եմ այս կորը, այսինքն վերցնում եմ I ուղղությամբ վերցնում եմ T, մնացած ուղղություններով վերցնում եմ 0, այս Q կոորդինատներում վերցնում եմ սրա պատկերը ստանում եմ կոր, դրա ածանցալը կլինի հենց E-ի վեկտորը։ Այսինքն եթե ես ունեմ Q1, Q-կա կոորդինատներ, շոշափող տարածության վրա առաջանում է բնական բազիս, որը տրվում է սրանով, ու այս զույգը Q1, Q-կա և այս E1, E-կա վեկտորները տալիս են լոկալ կոորդինատներ շոշափող շերտավորման վրա, ամեն ինչ բնականաբար էլի լոկալ է։
Ա, Ուրեմն այս էր մեր նախորդ անգամվա դասի համառոտ նկարագրությունը։ Մեզ մնացել է բազմաձևություններից հասկանալ երկու բան. ա, Ռիմանյան բազմաձևությունները եւ ֆունկցիայի դիֆերենցիալը։ Ուրեմն Ռիմանյան բազմաձևությունները իրականում համարյա բան չկանելու։ Ռիմանյան բազմաձևություններ Ուրեմն ելի վերադառնանք նրան, որ իրականում մենք նայում ենք ոչ թե ցանկացած բազմաձևություն, այլ նայում ենք, ենթադրում ենք, որ ինքը ներդրված է ինչ-որ R-ն տարածության մեջ։ Հիմա եթե ունենք ներդրված բազմաձևություն R-ն տարածության մեջ, վերցրեցի ինչ-որ կետ, ասենք A կետը, եւ նայում եմ սրան շոշափող տարածությունը։ Այս շոշափող տարածությունը ենթատարածություն է R-ում, ուրեմն TAM-ը ենթատարածություն է R-ում։ Հետևաբար, եթե ես ունեմ երկու վեկտոր ստեղից, ու եւ v, ես իրավունք ունեմ նայելու իրենց սկալար արտադրյալը, կամ ինձ սկալար արտադրյալ sense ենք նշանակում սկալար արտադրյալը, ու անգամ v-ն։ Դե, եթե ենթադրեմ, որ ստեղ RN-ում ընտրված է ստանդարտ հենքը, ապա ես կլինի պարզապես կոորդինատների արտադրյալը։ Ունի գումար, կոորդինատների արտադրյալի գումարը, UI, VI, ին փոխվում է 1-ից n։ Հիմա հարցը այն է, թե արդյոք ես կարող եմ նկարագրել կոպիտ ասած առանց դուրս գալու R-ն տարածություն, այսինքն մնալով շոշափող տարածության մեջ։ Ա, Դե ինչ կարող ենք անել։ Ուրեմն կարող ենք ասել, որ եթե ուv-ն ընկած են բանի մեջ, ուv-ն ընկած է շոշափող տարածության մեջ, ապա ես իրենց կարող եմ վերլուծել այս մեր բազիսում։ Այսինքն ուն, եթե ես ներմուծեմ այդ կոորդինատներ, ինչ որ Q1, Q2 կոորդինատներ, Q1, Q սրանք ուրեմն կոորդինատներ են։ Այսինքն կոորդինատները նշանակում է, որ ես այս բազմաձևության x կետը կարող եմ ներկայացնել որպես ինչ-որ մի j ֆունկցիա կախված q-ից։ Ինչ թվում է j-ն ես այդտեղ մեծատառ է նշանակել, բայց եկեք փոխենք բանը, մի վարքյան։ Այս թեորեմում ես j-ն մեծատառ է նշանակել, եկեք փոխենք, եկեք հիմա j-ն գրենք փոքրատառ։ Այսինքն ես ոչ թե գրաֆիկի տեսքով եմ ներկայացնում, այլ ներկայացնում եմ որպես ինչ-որ գնդի պատկեր։ Ուրեմն եթե j-ն եթե ես x գրում եմ JQ տեսքով, հենց նոր հասկացանք, որ վեկտորները նույնպես կարող եմ գրել որպես բան։ Վեկտորները այս ուն եւ v-ն ես կարող եմ իրանց ներկայացնել հետևյալ տեսքով, ուրեմն ես կարող եմ վերլուծել այս հենքում։ Չէ, ասենք EGL-ը հավասար է 1-ից k, չէ, եկեք ես սկզբից մի րոպե ինչ եմ ուզում անել, ես ուզում եմ հաշվել այս սկալար արտադրյալը, ճիշտ է, ես սա եմ ուզում հաշվել։ Ես կարող եմ իրանց ներկայացնել որպես մի վարքյան j-ի պատկեր լավ, եկեք գրենք սրանց վերլուծությունը բանում։ Ուրեմն in հավասար է 1-ից n, ու i եւ ստանդարտ բազիս R-ում, EI,
Բայց ես ես նույն ձևով սա կարող եմ գրել հետևյալ որպես քանի որ ինքը գտնվում է շոշափող տարածության մեջ, ես իրան կարող եմ գրել հետևյալ ձևով։ Իհարկե, ես ինչ եմ ուզում անել, ես ուզում եմ իրանց ներկայացնեմ որպես շոշափող տարածության վեկտոր, այսինքն ես իրանց կարող եմ գրել այս հենց նոր ներմուծած բազիսում, այսինքն այս y-ին մի քիչ անհաջող էր։ Լավ, եկեք այդ դեպքում գրենք ոչ թե i, այլ եկեք գրենք l, ուրեմն լավ, i-ն հավասար է 1-ից k ու i-ը i, այսինքն այս ոչ թե s ներկայացումն է, ոչ թե սա է, այլ ես իրանց ներկայացրել եմ շոշափող տարածության հենքում, այս հենքում եմ ներկայացրել։ Ստեղ իրականում y-ին հենց dg dq-ին է 0 կետում։ Գումար i-ն հավասար է 1-ից k ու i և dg dq-ին 0 կետում։ Նույն ձևով ես վեն կարող եմ ներկայացնել այս ձևով։ Գումար եկեք ես էլ գրենք g-ն հավասար է 1-ից k, vg և dg dq-ին 0 կետում։ Ուրեմն մի հատ նորից նախորդ կետում հասկացանք, որ սա այս վեկտորները կազմում են հենք շոշափող տարածության մեջ։ Հետևաբար ես բոլոր վեկտորները կարող եմ այդ հենքում ներկայացնել, ներկայացրեցի ուն և վեն։ Հիմա ես գրում եմ այս սկալար արտադրյալը։ Իրականում սրա կոնկրետ տեսքը ինձ նույնիսկ պետք էլ չի, իզուր ես գրեցի։ Եկեք վերցնենք ու և v-ի սկալար արտադրյալը։ Այս ինչի հավասար, սկալար արտադրյալը գծային է, ուրեմն սրանք սկալար կոորդինատներն են, սրանք էլ վեկտորներն են։ Ուրեմն սրանք վեկտոր են շոշափող տարածության մեջ, այսինքն իրանք ընկած են նաև r-n տարածության մեջ։ Հետևաբար սա ես կարող եմ գրել գումար i-ին հավասար է 1-ից k ու i vg և սկալար արտադրյալ dg dq-ի 0 կետում dg dq-ի 0 կետում։ Այսինքն ես ստացա ինչ-որ թվեր, եկեք գրանց նշանակենք a i-j, մի քիչ անհաջող ստացվեց, a i-j-ին հենց ստացվեց հենց a կետում, որովհետև այս a i-j-ին կախված էր շոշափող վեկտորներից, որոնք կիրառված են a կետում։ Բայց եկեք այդ կետը նշանակենք հիմա x-ով, այսինքն ես ցանկացած կետի համար, ցանկացած x կետի համար բազմաձևությունից ես ստանում եմ ինչ-որ քառակուսային ձև, դրական որոշված քառակուսային ձև։ Քանի որ ես իրականում հենց սկալար արտադրյալներ r-n տարածության մեջ։ Այսինքն ես կասեմ, որ m-ը Ռիմանյան բազմաձևություն է։ Հիմա այստեղից գալիս ենք հետևյալ սահմանմանը։ Ուրեմն m-ը Ռիմանյան բազմաձևություն է։ Այդ սահմանման նշանակում է, որ ցանկացած x կետի համար m-ից ես շոշափող տարածության վրա սահմանել եմ դրական որոշված քառակուսային ձև, ընդ որում գործակիցները ողորկ ձևով են կախված կետից։ Այսինքն ցանկացած x-ի համար m-ից գոյություն ունի արժի x, մեկը փոքր կամ հավասար է i-ից, փոքր կամ հավասար է k-ից, ուրեմն ես դրական որոշված սիմետրիկ քառակուսային ձև կամ որ քառակուսային ձև ասում ենք արդեն սիմետրիկ է, ինքը սիմետրիկ ավելորդ է, քառակուսային ձև։
որը հենց կլինի շոշափող վեկտորների համար սկալար արտադրյալ։ Իրականում ստեղ AI-ի գրելով մի քիչ երկիմաստություն է մտցնում, ստացվում է, որ այս AI-ին կախված է բազիսից, բայց իրականում բազիսից կախված չի, ինքը պարզապես քառակուսային ձև է, որը որոշված է շոշափող շոշափող տարածության շոշափող երկու երկու շոշափող տարածությունների ուղիղ արտադրյալի վրա։ Այսինքն նույն կետում կիրառվում են երկու օրինակ է վերցնում շոշափող տարածություններից ու սրանց ուղիղ արտադրյալի վրա սահմանում եմ այս քառակուսային ձևը։ Ոնց եմ սահմանում այս քառակուսային ձևը, օրինակ լոկալ կոորդինատներով տրված է այս ձևով։ Այսինքն, էլի ստեղ նախորդ անգամ նկարագրելու համար ես ինչ որ չափով օգտագործեցի այս ստեղ ինչ որ չափով օգտագործեցի, որ այս մեր բազմաձևությունը ընկած է RN-ի մեջ, բայց ես կարող եմ մոռանալ, որ ինքը ընկած է RN-ի մեջ, ես կարող եմ ասել, որ M-ը Ռիմանյան բազմաձևություն է, եթե ցանկացած կետում կա դրական որոշված քառակուսային ձև, որը որոշված է շոշափող տարածության վրա։ Ընդ որում քառակուսային ձևը ողորկ ձևով է կախված այս x կետից, այսինքն եթե ես ներմուծեմ լոկալ կոորդինատներ, գրեմ այս քառակուսային ձևը լոկալ կոորդինատներում, ապա այս գործակիցները կլինեն ողորկ ֆունկցիաներ կետից։ Արդյոք արդյոք պարզ է Ռիմանյան բազմաձևության հասկացությունը, հարցեր կան սրա մասին։ Շատ լավ։ Ու վերջի բանը ֆունկցիայի դիֆերենցիալը։ Ուրեմն եթե ես ունեմ ուրեմն գրենք ֆունկցիայի դիֆերենցիալ, այս նույն բանն է ինչ որ էվկլիդեսյան տարածությունների մեջ, եթե վեկտորների փոխարեն օգտագործենք իրանց նկարագրությունը կորերով, այսինքն եթե ես ունեմ էլի խոսենք ներդրված բազմաձևությունների մասին, ուրեմն m անկած է ինչ որ rm տարածության մեջ, թող սրա չափողականությունը լինի k, եւ ունենք մի ուրիշ բազմաձևություն, որը անկած է rn տարածության մեջ, սրա չափողականությունն էլ թող լինի ասենք l։ Ու ենթադրենք ունենք ֆունկցիա f, որը m-ից գնում է n։ Այդ դեպքում բնական ձևով կարող ենք կառուցել ֆունկցիա, որը շոշափող շերտավորումից m-ի շոշափող շերտավորումից գնում է n-ի շոշափող շերտավորում։ Ոնց ենք անում։ Եթե ունեմ կետ շոշափող շերտավորման մեջ, այդ նշանակում է ես ունեմ կետ բազմաձևությունից եւ վեկտոր շոշափող տարածությունից, այսինքն ես պատկանում է m եւ txm-ին։ Սենց մի քիչ բարձ ինչ գրեցի, ուղիղ արտադրյալ։ Ունեմ կետ ստեղից։ Բայց եթե ունեմ վեկտոր, ես նշանակում է իրան կարող եմ ներկայացնել ինչ որ կորի ացընցալի տեսքով։ Ուրեմն ես քսին հավասար է գամմա կետով 0, որտեղ գամման որոշված է մինուս էպսիլոն էպսիլոն ինչ որ միջակայքի վրա եւ արժեքները ընդունում է m-ում։ Ու 0 կետում 0 պահին անցնում է x-ով։ Գամմա 0-ն հավասար է x-ի։ Ինչ եմ անում։ Ուրեմն այս f-ի համար ես ենթադրում եմ, որ ինքը ողորկ է, այսինքն ես եթե իրան գրեմ լոկալ կոորդինատներում, այսինքն ես ուրեմն մեր m բազմաձևություններ, ունեմ ստեղ n բազմաձևություն, պարտադիր չի որ չափողականությունը լինի նույնը, ես կարող եմ լինել l չափանի, ես կարող եմ լինել k չափանի։ Ստեղից ունեմ ֆունկցիա, որը գնում է m-ից n։ Ուրեմն եթե ստեղ ունեմ ինչ որ կոր, որը անցնում է x կետով ու տալիս է սկսի վեկտորը, ես կարող եմ նայել այս կորի պատկերը f-ով, ուրեմն ստեղ f համադրույթ գամմա կորներ, ստեղ կստանամ x կետի պատկերը, ու եթե նայեմ այս f համադրույթ գամմայի ացանցալը, այդ կստանամ n, ինչ որ ես անվանում եմ f աստղաները կիրառած քսիի վրա։ Ստեղ նայում ենք սրա ացանցալը,
S ինչն էր, ուրեմն S ես վերցրել եմ F գամմատեն, ստացել եմ ինչ-որ կոր արդեն N բազմաձևության մեջ, ու S վերցրել եմ տեն հավասար է 0 կետում։ N ինչ-որ ստանում ենք, ըստ սահմանման, այդ հենց այս F աստղանիշն է, վերցրած X կետում ու ես կիրառել եմ իրան քսի վեկտորի վրա։ S կարող եմ անել ցանկացած X կետի համար, N ինչ որ ստանում ենք, հենց կոչվում է F-ի ածանցյալը կամ դիֆերենցիալը, որը գնում է շոշափող շերտավորումից շոշափող շերտավորում։ Այսինքն եւս մի անգամ վերցրում եմ X քսի կետ, ուրեմն X-ը պատկանում է M-ին, քսին պատկանում է M-ում X կետում տարված շոշափող տարածությանը։ Ես քսին կարող եմ ներկայագրել կորի տեսքով, կորի ածանցալի տեսքով, այսինքն ինչ որ շարժում եմ վերցնում M-ի մեջ եւ նայում եմ դրա արագության վեկտորը 0 պահին։ Եթե ես վերցնեմ F-ի եւ գամմայի համադրույթը, ապա կստանամ շարժում n բազմաձևության վրա։ Այս շարժման արագությունը 0 պահին հենց անվանում եմ այս F-ի դիֆերենցիալը x կետում կիրառած քսի վեկտորի վրա։ Հիմա եթե այս f-ը տրված է, ենթադրենք m-ում ես ունեմ լոկալ կոորդինատներ, այսինքն այստեղ m-ը ներկայացրել եմ ինչ-որ մի j-ի պատկերի տեսքով, նույն ձևով n-ն եմ ներկայացրել ինչ-որ մի ուրիշ ֆունկցիայի, ասենք հաշի պատկերի տեսքով, նշանակում է ես f-ը կարող եմ գրել որպես վեկտորական ֆունկցիա f1 fl, այսինքն ստեղ ներմուծած կոորդինատներն էին, f1 fl-ը, f-ի կոորդինատներն են այս քարտեզում, եւ եթե ու ստեղ էլ եթե կոորդինատները նշանակեմ q-ով, ասենք, յուրաքանչյուր ֆունկցիա, ուրեմն f in կլինի ֆունկցիա ինչ որ q1 q կայից։ Այդ դեպքում, եթե ես ունեմ գամմա կորը, որը q1 q կա կոորդինատներում տրված է գամմա 1t գամմա k t, ապա ես եթե հաշվում եմ f գամմա t-ն, ուզում եմ վերցնել t-ն հավասար է 0 կետում, եթե կոորդինատներով գրում եմ, ստանում եմ հետևյալը, ուրեմն յուրաքանչյուր f-ը վեկտորական ֆունկցիա էր, պետք է ածանցեմ յուրաքանչյուր բաղադրիչը, ուրեմն գրենք d dt f-ի գամմա 1t գամմա k կախված t-ից, ու ես պետք է վերցնեմ t-ն հավասար է 0 կետում, ստեղ in փոխվում է 1-ից k։ Դե բարդ ֆունկցիայի ածանցում եմ, ինչ է նշանակում, պետք է յուրաքանչյուր ամեն անգամ ածանցեմ ըստ j-րդ կոորդինատի, j-րդ կոորդինատը ըստ t-ի ու վերցնեմ t-ն հավասար է 0։ Մի խոսքով հեշտությամբ ստանում ենք հետևյալը, բարդ ֆունկցիայի ածանցյալը j-ն հավասար է 1-ից k, ուրեմն ածանցում եմ ըստ qj կոորդինատի եւ j-րդ կոորդինատը ըստ t-ի ու պետք է վերցնեմ 0 կետում։ Այս էլ եթե վերցնեմ t-ն 0 կետում, ապա ստեղ ստանում եմ հենց x կետը։ Մեզ կստացվի սա x կետում եւ բազմապատկած գամմա j 0-ով, բայց գամմա j 0-ն ինչ էր, ուրեմն ստեղ պետք է վերցնեմ in էլի 1-ից k, ստանում ենք հետևյալը, j-ն հավասար է 1-ից k, df-ի dqj վերցրել եմ x կետում, որի շրջակայքում կա այս q1 q կա կոորդինատները, ստեղ էլ պետք է վերցնեմ գամմա j կետով, այս էլ հենց քսի վեկտորի j-րդ կոորդինատներ։ Այսինքն եթե այս բազմաձևություններում ես ունեմ լոկալ քարտեզներ, ապա իր դիֆերենցիալը, այսինքն այն ինչ որ գրված էր ստեղ, այդ հենց f-ի դիֆերենցիալներ x կետում հաշված քսի վեկտորի վրա, նշանակում ենք նաև f
աստղանիշը x կետում հաշված x-ի վրա։ Այս հենց ֆունկցիայի դիֆերենցիալն է, որը շոշափող տարածություն տանում է շոշափող տարածության մեջ։ Ա, Արդյոք կան հարցեր սրա վերաբերյալ։ Շատ լավ, եթե հարցեր չկան, ուրեմն անցնենք հաջորդ կետին։ Ուրեմն այս ամեն ինչը որտեղից եկավ այս բազմաձևությունների պատմությունը։ Եկավ նրանից, որ եթե մենք ունենք ինչ որ համակարգ, հատուկ ընտրված պոտենցիալով, այսինքն այդ պոտենցիալը այն տեսակ էր, որ կար ուժ, որը գործում էր մեր այդ Լագրանժյան համակարգի վրա ինչ որ մակերևույթի ուղղությամբ։ Ապա շարժումը, եթե մենք այդ ուժը ենթադրենք շատ մեծ, շարժումը տեղի էր ունենալու հենց այդ մակերևույթի վրա։ Հիմա նպատակը հետևյալն է, հասկանալ, թե ոնց կարող ենք նկարագրել այդ շարժումը այդ սահմանային վիճակում, այսինքն երբ որ այդ պարամետրը, որը բնութագրում է մեր ուժը, որ մեր ամբողջ համակարգը տանում է ինչ-որ մակերևույթի ուղղությամբ, ձգտում է անսահմանության։ Ուրեմն այդ հաջորդ կետի բովանդակությունն է 19-րդ բաժինի Արնոլդի գրքում Լագրանժյան համակարգեր բազմաձևությունների վրա։ Լագրանժյան համակարգեր բազմաձևությունների վրա։ Ուրեմն նախ սկսենք այդ պարզապես նկարագրությունից, թե ինչ ենք անվանում Լագրանժյան համակարգ բազմաձևությունների վրա։ Ուրեմն նայում ենք այն բազմաձևությունը, էլի որպեսզի պարզ լինի, մենք ենթադրում ենք, որ ինքը ներդրված է, չնայած ոչ մի ձևով չի օգտագործվելու ներդրված լինելը, քանի որ մենք արդեն գիտենք բազմաձևությունների հետ գործ անել առանց դուրս գալու RN տարածություն։ Այսինքն եթե ինքը կա չափանի բազմաձևությունը, մենք հենց կարող ենք մնալ հենց այդ բազմաձևության վրա, առանց դուրս գալու RN-ի մեջ։ Ուրեմն այս բազմաձևության համար մենք գիտենք ինչ է նշանակում շոշափող շերտավորումը։ Շոշափող շերտավորումը մի անգամ էլ հիշենք, այդ x-ի զույգերն էին, որտեղ x-ը կետ էր բազմաձևության մեջ, x-ին էլ վեկտոր էր x կետում շոշափող տարածության մեջ։ Այս մեր շոշափող շերտավորումն էր։ Հիմա վերցնենք ֆունկցիա, ընդ որում ես գիտեմ, որ եթե ես m-ում ներմուծել եմ կոորդինատներ, չհիշեցնեմ թե դա ինչ է նշանակում, այսինքն ցանկացած կետի շրջակայքում ինչ որ ֆունկցիա ունեմ, որը տանում է RK-ից բազմազգության վրա, գնդի վրա օրինակ, ապա ստեղ էլ կան բնական կոորդինատներ m-ի վրայի կոորդինատների հետ կապված։ Այսինքն ես կարող եմ ասել, թե ինչ է նշանակում ողորկ ֆունկցիա, որը գործում է շոշափող շերտավորման վրա եւ արժեքներ ընդունում է R-ում։ Այսինքն եթե այս ֆունկցիան գրեմ լոկալ կոորդինատներով, ապա կստանամ ողորկ ֆունկցիա։ Ուրեմն ես ընտրում եմ, որ տրված է L ողորկ ֆունկցիան։ Ուրեմն այս L-ը կարող է կախված լինել նաեւ t-ից։ Այսինքն L-ը կարող է լինել ֆունկցիա, որը կախված է x-ից լոկալ կոորդինատներով, բայց կարող է կախված լինել նաև t-ից։ Այդ դեպքում ստեղ կառաջանա լրացուցիչ կախվածություն, ասենք ինչ որ միջակայքի վրա, t0-ից t1։ Ուրեմն սահմանում ուրեմն կասենք, որ գամման, որը գործում է t0-ից t1 եւ արժեքներ ընդունում է m-ում, շարժում է m կոնֆիգուրացիոն տարածության մեջ,
կոնֆիգուրացիոն տարածության մեջ։ Ուրեմն կոնֆիգուրացիոն տարածությունը նկարագրեցինք, եկեք սա մի բան ավելացնեմ, հա, n Լագրանժյանով շարժում է կամ շարժում է կոնֆիգուրացիոն տարածության մեջ L Լագրանժյանով, մի քիչ լավ չստացվեց, բայց հուսով եմ հասկանալ է L Լագրանժյանով կամ L Լագրանժի ֆունկցիայով, եթե ուրեմն նայում եմ S ֆունկցիոնալը π գամման ինքը նույն բանն է, ինչ որ մենք արդեն գրել էինք Էվկլիդեսյան տարածության մեջ։ Ես նայում եմ ինտեգրալ T0-ից T1, վերցնում եմ Լագրանժյանը, իրան հաշվում եմ գամմա կետով T-ի վրա։ Ընդ որում գամմա կետով T ես նկատի ունեմ որպես բան։ Կամ եկեք սենց գրեմ գամմա կետով T գամմա T եւ գամմա կետով T։ Այս զույգը հենց կլինի T գամմա T m-ում, որտեղ նայել եմ կորը, որը արժեքներ են ընդունում եւ իր արագության վեկտորը, ինքը արժեքներ է ընդունում շոշափող տարածության մեջ, այսինքն այս զույգը կլինի T գամմա T-ից տար, իսկ L-ը հենց որոշված էր շոշափող շերտավորման վրա, այսինքն L-ի արգումենտը կետ է եւ վեկտոր։ Գրում եմ նաև t-ն, dt, ուրեմն եթե գամման f գամմա ֆունկցիոնալ է էքստրեմալ է, այսինքն եթե հաշվեմ n ինչ որ հաշվել էինք Էվկլիդեսյան դեպքում, եթե հաշվեմ սրա պահվածքը, երբ գամմային գումարում եմ ինչ որ հաշ, պահելով ծայրակետերը, ապա դրա դիֆերենցիալը դառնում է 0։ Այսինքն լրիվ նույն սահմանում է ինչ որ Էվկլիդեսյան դեպքում։ Նայում եմ f գամման, ֆիքսում եմ ծայրակետերը, նայում եմ ածանցյալը, եթե տածանցյալը 0 է, ապա կասեմ, որ գամման էքստրեմալ է ու գամման էլ շարժում է m կոնֆիգուրացիան տարածության մեջ L Լագրանժյանով։ Հիմա լրիվ նույն ձևով ապացուցում է հետևյալը, որ ունեմ շարժում այն եւ միայն այն դեպքում, եթե տեղի ունեն Euler Lagrange հավասարումները։ Ուրեմն եկեք թեորեմը ձևակերպեմ առանց բանի, ապացույցի, լրիվ նույն ապացույցն է։ Ուրեմն գամման եկեք ամեն անգամ չասեմ m կոնֆիգուրացիան տարածության մեջ, որտեղ m-ը կլինի ֆիքսած, ուրեմն L Լագրանժյանով շարժում է, կամ L Լագրանժի ֆունկցիայով շարժում է, կամ L Լագրանժի ֆունկցիային համապատասխան շարժում է, պատասխան շարժում է, այն եւ միայն այն դեպքում, եթե տեղի ունի հետևյալը, ուրեմն ես միշտ կարող եմ ներմուծել լոկալ կոորդինատներ, իսկ եթե լոկալ կոորդինատներ ունեմ, կարող եմ հաշվել, կարող եմ գրել հավասարումները, եթե dd վերցնում եմ L-ը, ածանցում եմ ըստ երկրորդ կոորդինատի, այսինքն ըստ վեկտորի, ուրեմն ստեղ պետք է վերցնեմ գամմա t, գամմա կետով t եւ t, հանած dl dq L-ի նույն կետերում, գամմա t, գամմա կետով t եւ մի հատ էլ t, հավասար է 0-ի։ Ընդ որում ստեղ օգտագործել եմ վեկտորական նշանակումները,
DL DQ կետովը այդ նույնն է ինչ որ DL DQ1 կետով եւ այլն DL DQ կա կետով եւ նույնն էլ սրա համար։ Այսինքն անում եմ լրիվ նույն բանը այս թեորեմը ապացուցելու համար, ինչ որ Էվկլիդեսյան դեպքում։ Պարզապես մի փոքր բան կանել, որ ես ընդհանրապես ասած չեմ կարող կոորդինատներ ներմուծել այս ամբողջ գամմայի երկայնքով։ Լավ, եկեք այդ հարցը մի հատ արագ քննարկենք։ Ուրեմն Էվկլիդեսյան դեպքում արեցինք հետևյալը։ Մենք ունեինք այս ամեն ինչը նկարագրած էր ինչ որ կոորդինատներում, վերցրեցինք երկու կետերը, ծայրակետերը x0-ն հավասար է գամմա t0, x1 հավասար է գամմա t1, նայեցինք բոլոր կորերը, որոնք ստեղից գնում էին ստեղ, ու վերջին ինչ որ ձևով ցույց տվեցինք, որ էքստրեմալ է, այսինքն այս phi ֆունկցիոնալի դիֆերենցիալը 0 է, եթե տեղի ունի այս հավասարումը։ Հիմա բայց դրա համար կարևոր է որ մենք այս ամեն ինչ կարող ենք գրել մի որպես ինչ որ ֆունկցիաներ, ինչ որ կոորդինատական համակարգում։ Հիմա այս կոորդինատական համակարգը գլոբալ չի, այսինքն մենք ամեն կետի շրջակայքում կարող ենք ներմուծել, ամեն կետի շրջակայքում կարող ենք ինչ որ փոքր շրջակայք ծածկել քարտեզով, բայց այս գլոբալ չի լինի։ Բայց ոչ մի բան չկա, որովհետև երկու ուղղությամբ պետք է ցույց տանք, չէ՞, մեկը, որ եթե էքստրեմալ է, ապա տեղի ունի Euler Lagrange-ը։ Ինչ կարող ենք անել, կարող ենք նայել այս թե ինչ է տեղի ունենում այս շարժման հետ, ոչ թե վերցնելով ցանկացած այս տեսակ կոր, որը մոտ է, այլ կոր, որը համընկնում է սրա հետ ու տատանվում է մենակ ստեղ։ Քանի որ այս ամեն ինչը լոկալ էր, այսինքն մեզ պետք է միայն ստանալ այս դիֆերենցիալ հավասարումը լոկալ հասկացություն է։ Ինքը եթե տեղի ունի ցանկացած կետի փոքր շրջակայքում, ինքը տեղի ունի ամենուրեք։ Այսինքն մենք այս փաստարկով ցույց ենք տալիս, որ եթե էքստրեմալ է, ապա ցանկացած կետի շրջակայքում կա սա, եթե ցանկացած կետի շրջակայքում կա սա, ապա ամենուրեք կա սա։ Հակառակը մի քիչ ավելի դժվար է ապահովել, այսինքն պետք է ստեղ վերցնենք ինչ անենք, այս կորը ծածկենք քարտեզներով, հետո անենք միավորի տրոհում եւ այլն, բայց այդ չի մեր նպատակը, մեր նպատակը հասկանալա թե ոնց լուծենք այս ֆիզիկական խնդիրները։ Հենց որ այս թեորեմը ես չեմ ապահովցի, մի ուղղությամբ կարելի ասել ապահովեցի, մյուս ուղղությամբ, այսինքն որ եթե կա Euler Lagrange-ը, ապա սա 0 է, սրա դիֆերենցիալը 0 է, այդ թողնում եմ ձեզ, մեզ համար այդ առանձնապես նշանակություն չի ունենալու այդ արդյունքի ապացույցը։ Հիմա ուրեմն հիմա մի հատ նորից վերադառնանք, թե ինչից այս ամեն ինչը սկսվեց։ Այս ամեն ինչը սկսվեց նրանից, որ մենք ասացինք, որ մենք ունենք ինչ որ համակարգ, որի վրա ազդում է ինչ որ ուժ, պոտենցիալ ուժ, նենց որ այդ ամբողջ մեր համակարգը ուղղում է այս m մակերևույթի ուղղությամբ։ Ուրեմն ոնց էինք դա արել։ Մենք ասել էինք, եկեք ենթադրենք, որ այս m-ը տրված է, մենք ունենք կոորդինատներ, ասենք x1 x կա գումարած 1 xn, ենթադրենք, որ սրանք սկալար կոորդինատներ են, իրականում պետք է վերցնենք վեկտորական, բայց որպեսզի հեշտ լինի գրել, վերցնենք սկալար, ու ենթադրենք, որ այս m մակերևույթը տրված է հետևյալ հավասարումներով x կա գումարած 1-ը հավասար է եւ այլն, հավասար է xn, հավասար է 0-ի։ Ենթադրենք տրված է այս ձևով։ Այդ դեպքում, եթե ես նայում եմ ինչ որ Lagrangian, հավասար է, այսինքն նայում եմ Lagrangian, որը գալիս է ինչ որ նյուտոնյան համակարգից, այսինքն Lagrangian-ը մեր պոտենցիալ եւ կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերությունն է։ Ուրեմն հավասար է 1/2 գումար 9 հավասար է 1-ից
n m-ի x-ի կետովի քառակուսի եւ հանած ինչ որ պոտենցիալ էներգիա x1 xn։ Հիմա ես սա փոխարինում եմ մի ուրիշ Լագրանժանով, որը կախված է n պարամետրից, որը այս նույն L-ն է, բայց որին ավելացնում եմ n անգամ x k գումարած 1 քառակուսի xn քառակուսի։ Ուրեմն թեորեմը, որ մենք ապահովել էինք, եթե չեմ սխալվում, երբ որ այս փոփոխականը միջափանի էր, ասում էր հետևյալը, որ եթե վերցնեմ սրան համապատասխանող շարժում, այսինքն Euler Lagrange հավասարումների լուծումը այս Lagrange-անով, չէ, ներողություն, վերցնեմ այս Lagrange-անով ու անցնեմ սահմանի, երբ n-ը ձգտում է անսահմանության, ընդ որում մեր սկզբնական պայմանը սա x1 x-կաներ, այս x-կա գումարած 1 xn-ը, եթե մեր սկզբնական պայմանը գտնվում է ստեղ, նայում եմ լուծումը Euler-Lagrange հավասարման, ինքը կլինի ինչ-որ ֆունկցիա վեկտորական, որը կախված է n-ից, ասենք որոշված է ինչ-որ միջակայքում t0 t1, ապա այս xn-ը, ընդ որում, եթե ես ուրեմն ես մեր m մակերևույթն էր, որը համընկնում էր սրա հետ, արդյունքը հետևյալն է, որ ես xn t-ն կձգտի ինչ-որ բանը դնենք qt-ի հավասարաչափ, երբ n-ը ձգտում է անսահմանության, ընդ որում qt-ի համար, որտեղ q-ն շարժում է m-ում հետևյալ Լագրանժանով, Լագրանժի ֆունկցիայով, ինչ պետք է անեմ, պետք է ստեղ վերցնեմ k գումարած 1-ից սկսած արագությունները 0 ու ստեղ տեղադրեմ k գումարած 1-ից սկսած 0։ Այսինքն դրանում դրեցինք մենք L ալիքով։ L ալիքովը հավասար է 1/2 գումար ուրեմն in հավասար է 1-ից k mi qe կետով քառակուսի եւ հանած ու q1 qk եւ մնացած վերցնում 0։ Հիմա ուրեմն այս ամեն ինչը ճիշտ էր նաեւ, երբ m-ը ոչ թե այս տեսակ մակերևույթ էր, այլ ցանկացած ուրիշ մակերևույթ էր։ Դրա համար մենք պետք է փոփոխականի փոխարինում անեինք, հենց որ ստեղ լիներ այս մակերևույթի վրա ինչ որ q1 qk կոորդինատներ, ստեղ օրթոգոնալ ուղղությամբ կամ պարտադիր չի օրթոգոնալ, ինչ որ ուղղությամբ լիներ ուրիշ կոորդինատներ, ասենք q k գումարած 1 qn կոորդինատներ, գոնե լոկալ, այս մեր Լագրանժի ֆունկցիան գրեինք նոր կոորդինատներում, որը կլինի Լագրանժի ֆունկցիան ln-ը կախված q-ից, q կետովից, եկեք ստեղ ամենի դեպս TL գրեմ, ինչ պետք է անենք, պետք է գրենք 1/2 գումարած in հավասար է 1-ից k, եթե ես ասեմ, որ x in հավասար է ինչ որ մի ֆունկցիա, ասենք j կախված q-ից, ապա հենց պետք է գրեմ այս ֆունկցիաների j-ի ֆունկցիա կախված q-ից, in հավասար է 1-ից n, ստեղ գումարը մինչև n-էր և ոչ թե k, in հավասար է 1-ից n, ուրեմն պետք է գրեմ mi, ստեղ կլինի գումար j-ին հավասար է 1-ից n, dj-i dqj,
վերցրած Q կետում, QG կետով այս ամեն ինչը քառակուսի եւ հանած ուն, որի փոխարեն պետք է դնեմ JQ ֆունկցիան։ Ընդ որում JQ-ն հենց J1 Jn-ն է։ Ու սրանից պետք է հանեմ այս լրացուցիչ կոորդինատները n անգամ Q k գումարած 1 քառակուսի եւ այլն գումարած Qn քառակուսի։ Պետք է անեմ սա, հետո ոնց եմ ստանում սահմանային ֆունկցիան, պետք է ամենտեղ դնեմ, պետք է այստեղ գումարը փոխարինեմ գումար մինչև k-ով ու Q-ի փոխարեն դնեմ այս տեսակ կոորդինատներ Q1 Qk մնացած 0։ Ընդ որում այս բազմաձևությունը MT-ն կարող է կախված լինել նաև t-ից։ Այդ դեպքում ինչ կփոխվի։ Այդ դեպքում այս x-իները, ուրեմն m-ը կարող է կախված լինել t-ից։ Այդ դեպքում մեր ֆունկցիաները x-ը լոկալ կարող են գրել j, որը կախված կլինի q-ից, ինչ որ կոորդինատներ եմ ներմուծել, եւ կախված է նաև t-ից։ Ինչ է փոխվում այս ամեն ինչում։ Ամեն ինչում փոխվում է հետևյալը, որ ստեղ առաջանում է կախվածություն t-ից, այսինքն այս x-i կետովը դառնում է հետևյալը, այս դառնում է գումար j-ին հավասար է 1-ից n dji dqj կախված qt-ից qj կետով եւ պետք է նաեւ գումարեմ j-ի ածանցյալը ըստ t-ի ու ելի վերցնեմ qt կետում։ Այսինքն այս սրա փոխարեն առաջանում մի քիչ ավելի բարդ գումար։ Մնացածը ելի նույնն է։ Սահմանայինը գտնելու համար պետք է վերցնեմ բարձր կոորդինատները 0։ Այսինքն եկեք միանգամից գրենք այդ սահմանային բանը L ալիքովը, որը կախված կլինի արդեն Q1 QK Q1 կետով QK կետով եւ T, ուրեմն ոնց եմ սա հաշվում, ստացվում է 1/2 գումար in հավասար է արդեն 1-ից Ջերպասներ պետք է գրեմ 1-ից n mi ստեղ արդեն պետք է գրեմ 1-ից k եւ ոչ թե 1-ից n j-ին հավասար է 1-ից k ստացվի dji ստեղ պետք է վերցնեմ q1 qk մնացածը 0 ածանցյալ dqj ուրեմն qj կետով պետք է ավելացնեմ այս նոր աթամը dji dt էլի այս կետում եկեք սրանում դնեմ q գծիկով, որ ամեն անգամ այսքանը չգրեմ q գծիկով ու ստեղ մոռացել եմ նաև t-ն q-ն կախված է նաև t-ից ստեղ դրեցի q գծիկով t այս ամեն ինչը քառակուսի եւ հանած մեր ֆունկցիան ուն ուրեմն ստեղ x-ի փոխարեն դնում եմ j, բայց էլի q գծիկով, այսինքն առաջիկա կոորդինատները մնացած 0 եւ t։ Ուրեմն թեորեմը ասում է, որ եթե ես ունեմ ինչ որ Լագրանժյան համակարգ Rn-ում, n չափանի կոնֆիգուրացիոն տարածության մեջ, եթե ես վերցնեմ ինչ որ մակերևույթ, որը կախված է t-ից, ու ենթադրեմ, որ այս մակերևույթի ուղղությամբ գործում է ինչ որ ուժ, լուծեմ հավասարումը ցանկացած սկզբնական պայմանով ստեղ, այսինքն վերցրեմ ցանկացած սկզբնական պայման, Q-ն 0 կետում, ու նայում եմ, թե ինչ տեղի կունենա շարժման հետ, ընդ որում այս MT-ն էլ է շարժվում։ Ինչու շարժում կլինի, ինքը պարտավոր չի մնալ MT-ում, ինքը կախված կլինի n-ից։ Լոկալ կոորդինատներով եթե գրեմ, ինքը կախված կլինի n-ից։ Թեորեմը ասում է, որ երբ n-ը ձգտում է անսահմանության, այս մեր շարժումը Qn-ը ձգտվում է
Արդեն կա չափանի կոնֆիգուրացիոն տարածության մեջ, L ալիքով Լագրանժանով տրված շարժմանը։ Ա, Ուրեմն, քանի դեռ օրինակներ չեն կարել, այս ամեն ինչ մի քիչ պարզ չի թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն, n թեորեմի ապացույց, որ ասացի, ինքը, եթե նայեք մենք ոնց ապացուցեցինք t-ից անկախ դեպքում, անում եք լրիվ նույն բանը։ Այսինքն, կարող եք ենթադրել, որ կա գլոբալ կոորդինատներ, որովհետև լոկալ ընդհանուր դեպքը այդ պետք է անել միավորի տրոհում, ամեն շրջակայքում անել եւ այլն, բայց մի քիչ տեխնիկապես բարդ է, բայց մտահղացումը բարդ չի։ Բայց դու կարող եք ենթադրել, որ այս MT-ն գլոբալ տրված է այս տեսակ կոորդինատներով։ Այս տեսակ կոորդինատներով է տրված։ Ու գրում եք, մենք գիտենք, որ Լագրանժի հավասարումները չեն փոխվում, եթե կոորդինատների փոփոխություն ենք անում, անում ենք կոորդինատների փոփոխություն, ավելացնում ենք այս պոտենցիալը, նայում ենք, թե ոնց էինք ապացուցել նախորդ դեպքում ու մոտավորապես նույն ձևով ապացուցում է։ Ընդ որում, այս ուի համար մենք ասում ենք, որ ինքը անսահմանությունում ձգտում է անսահմանության, այդ դեպքում հարց չի առաջանում, թե լուծումները ինչքան ինչ միջակայքի վրա են որոշված։ Ուրեմն այս է ընդհանուր բանը, փիլիսոփայությունը մաթեմատիկական թեորեմ է, այսինքն այս հնարավոր է լրիվ ապահովել, բայց ապահովությունը տեխնիկապես մի քիչ բարդ է, դժվար կլինի ապահովել։ Եկեք օրինակներ նայենք, հասկանալու համար, թե ոնց է այս ամեն ինչը աշխատում։ Բոլոր մանրամասնությունները չեմ կարողանա նկարագրել, բայց հուսով եմ ինքնուրույն կարողանաք ստանալ ինչ որ հիմա քննարկենք։ Ուրեմն օրինակներ։ Ուրեմն սկսենք ամենապարզ օրինակից, պարզ կամ մաթեմատիկական շրջանակ։ Ուրեմն պարզ դատողություններով մենք կարող ենք ստանալ հետևյալ մոդելի համար հավասարում, վերցնում ենք ինչ-որ ձող, որի քաշ կարող ենք անտեսել, եզրին ամրացնում ենք m զանգվածով գունդ ու նայում ենք, թե ինչ է, ընդ որում տեղի ունենում հարթության մեջ է շարժումը։ Ուզում ենք հասկանալ, թե ոնց նկարագրենք սրա շարժումը։ Ուրեմն ես այս համակարգ կարող եմ դիտարկել հետևյալ ձևով, որ ես ունեմ m զանգվածով կետ R2 տարածության մեջ, ուրեմն m զանգվածով կետ գրեցի, m զանգվածով գունդ R2-ում, բայց սրա վրա գործում է պոտենցիալ ուժ, որը իրան ստիպում է մնալ այս կետից, ասենք O կետից L հեռավորության վրա։ Միջելուց մոռացա ասել, որ այս տեսակ համակարգերը կոչվում են հոլոնոմ սահմանափակումներով համակարգեր, այսինքն մեր համակարգը ստիպված է մնալ ինչ որ MT t-ից կախված բազմաձևության վրա կամ մակերևույթի վրա։ Հիմա ստեղ t-ից կախվածություն չկա։ Ուրեմն ինչ է ասում մեր այս ընդհանուր տեսությունը, ասում է, որ մենք պետք է գրենք նախ սկզբնական Լագրանժանը, այսինքն կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերությունը։ Դրա համար ներմուծենք կոորդինատներ, ասենք այս թող լինի x2 կոորդինատը, այս էլ թող լինի x1 կոորդինատը։ Այդ դեպքում կինետիկ էներգիան հավասար է 1/2 m x1 կետով քառակուսի գումարած x2 կետով քառակուսի, պոտենցիալ էներգիան, ասենք թող 0 մակարդակը լինի հենց սա, այդ դեպքում պոտենցիալ էներգիան կլինի m G եւ բազմապատկած x2-ով։ Լագրանժանը կինետիկ եւ պոտենցիալ էներգիաների տարբերություններ է, այն ինչ որ անվանում են բնական համակարգ։ Հիմա մենք ունենք ստեղ մեր մակերևույթը կամ բազմաձևությունը, որը L շարավղով եւ 0 կենտրոնով շրջանագիծն է։ Եկեք դրա վրա ներմուծենք կոորդինատ։ Կոորդինատ կլինի սա, q-ն։ Անկյունը
այս L ձողի եւ x2 առանցքի, ընդ որում վերցրել եմ այս ներքևից հաշված եւ ոչ թե վերևից։ Եկեք գրենք ուրեմն այդ դեպքում x1, x2-ը ինչի հավասար կլինեն։ Այս m-ը ոնց կնկարագրվի։ Ուրեմն x1-ը հավասար կլինի L-ը, ձողի երկարությունը, անգամ q անկյան սինուսը, x2-ը հավասար կլինի q անգամ L անգամ q-ի կոսինուսը, ընդ որում մինուս նշանով, քանի որ ես վերցրել եմ այս ուղղությամբ եմ հաշվել q-ն, ոչ թե վերևից եմ հաշվել, այ այս ուղղությամբ եմ հաշվել։ Այսինքն կլինի x2 հավասար է մինուս L անգամ կոսինուս q։ Ուրեմն ոնց եմ ես կազմում L ալիքով Լագրանժյանը, ես պետք է փոխարինեմ, ընդ որում այս մյուս կոորդինատը մեզ համար առանձնապես կարևորել չի, որտեվ հիմա միանգամից տեսնում ենք ինչ է ստացվում։ Եթե սրա մեջ ինչ էր պետք անել, պետք էր դնել այս ժեն սրա մեջ, կինետիկ էներգիայի մեջ եւ սրա մեջ, ու հետո վերցնել մյուս կոորդինատները 0։ Հիմա կոնկրետ այս դեպքում կստացվի հետեւյալը, որ L ալիքովը հավասար է 1/2 m անգամ պետք է հաշվեմ x1-ի հացանցալը եւ x2-ի հացանցալը։ Կստացվի L q կետով կոսինուս q սրա քառակուսի գումարած x2-ի հացանցալը կոսինուսը որ հացանցում դառնա մինուս սինուս, ստացվում է L q կետով սինուս q սրա քառակուսի։ Իրականում ստեղ պետք է լիներ նաև ես որպես մյուս կոորդինատ կարող եմ համարել հենց այս L-ը։ Կոորդինատները, մեր այս նոր կոորդինատները L-ն են եւ Q-ն։ Բայց քանի որ այս հացանցալի մեջ հետո պետք է վերցնեմ միայն Q-ի հացանցալները, ստեղ վերցրեցինք, փոխարինեցինք մինչև K, մնացածները 0 է։ Այս փոխարինելուց հետո կմնա այսքանը, այսինքն L-ի հացանցալները դեռ չեն խաղում։ Սրանից պետք է հանեմ mg եւ x2-ը, x2-ը ինչի էր հավասար մինուս L կոսինուս q։ Մինուս L կոսինուս q։ Հիմա փորձենք բարձրացնել, տեսնենք ինչ կստացվի։ 1/2 m L քառակուսին կարող եմ դուրս հանել։ Ստեղ ստացվում է q կետով քառակուսի կոսինուս q քառակուսի, q կետով քառակուսի սինուս q քառակուսի։ Չէ, ուրեմն L-ը դուրս հանեցի, եղավ 1/2 m L քառակուսի, այս երկուսն էլ սրա q կետովն էլ կարող եմ դուրս հանել, կստացվի կոսինուս քառակուսի q գումարած սինուս քառակուսի q։ Այսինքն ստացվում է q կետով քառակուսի եւ հանած, ավելի ճիշտ գումարած mgl կոսինուս q։ Մեզ մեր L ալիքով Լագրանժյանն էր։ Հիմա գրում ենք սրան համապատասխան Լագրանժի հավասարումը։ Ինչ կստացվի, ուրեմն հացանցալը ստեի, պետք է L ալիքովը հացանցեմ ըստ q կետովի եւ հանած dl dq։ Այս հավասար է 0-ի։ Այս նույն բանն է, որ ուրեմն սա հացանցում եմ ըստ q կետովի, այս երկուսը սրա հետ կրճատվում է, ստացվում է m L քառակուսի q 2 կետով, սրանից պետք է հանեմ այս սրա հացանցալը ըստ q-ի, կստացվի m gl եւ մինուս սինուս q հավասար է 0-ի։ Հիմա այս մինուսը մինուսի հետ տալիս է պլյուս, տանում եմ այն կողմ, դառնում է էլի մինուս, m-երը կրճատվում են եւ բաժանում եմ L քառակուսու վրա, այստեղ ստացվում է 1-ը բաժանած L-ի։ Այսինքն ստացվում է q 2 կետովը հավասար է մինուս ժ բաժանած L-ի եւ սինուս q։ Այս էլ հենց այն հավասարումներ, որ կարելի է նաև ստանալ ընդամենը գրելով, թե ինչ ուժեր են ազդում այս m-ի վրա ու անելով ինչ-որ փոքր հաշվարկներ։ Այսինքն ստացված հավասարումը համընկնում է այն հավասարման հետ, որը մեզ ծանոթ է։ Ըստորեն երևի մենք չենք հասցնի այսօր անել այն ինչ որ նախատեսում էի, եկեք եւս մի օրինակ նայենք, սֆերային ճոճանակ։
Այս պարզ շրջանակներ, այս էլ սֆերային շրջանակն է։ Երկրորդ օրինակը սֆերային շրջանակ։ Այսինքն հիմա ամեն ինչ տեղի ունենում եռաչափ տարածության մեջ։ Նայում ենք ինչ որ R շարավղով գունդ, ու ենթադրում ենք, որ այս գնդի վրա կա ինչ որ փոքր գունդ M զանգվածով։ Եկեք մի անգամից կոորդինատներ ներմուծենք։ x2 այս թողն x1-ը, այս էլ x3-ը։ Ենթադրում ենք, որ այս գունդը ստիպված է մնալ M-ի վրա։ Օրինակ կարող ենք պատկերացնել, որ իրականում երկու սֆերա կա, մեկը R շարավով, մեկն էլ մի քիչ ավելի փոքր, ու այս գունդը ստիպված է շարժվել այդ երկու սֆերաների արանքով։ Ենթադրում ենք, որ ստեղ շփում չկա, այս գնդի մեջ, գնդի եւ սֆերաների մեջ շփում չունենք։ Ուզում ենք հասկանալ, թե այս ինչ հավասարման պետք է բավարարի այս M-ի կոորդինատները, M զանգվածով գնդի կոորդինատները։ Ուրեմն ներմուծենք երկու կոորդինատ, մեկը եկեք շարունակենք ներքև, ոնց ենք ուզում ներքևից թե վերևից։ Լավ, եկեք որպեսզի այս նախորդ հաշվարկին մի քիչ նման լինի, ներքև ուղղությամբ նայենք։ Ուրեմն ես միացնում եմ այս գունդը 0 կենտրոնի հետ։ Այս անկյունը նշանակում եմ Q1-ով։ Հետո պրոյեկտում եմ այս գունդը սրա վրա։ Այս մյուս անկյունը x1-ի հետ կազմած անկյունը, եք ուրիշ գույնով նկարեմ, x1-ի հետ կազմած անկյունը նշանակում եմ Q2-ով։ Այդ դեպքում ես կարող եմ ներմուծել հետևյալ կոորդինատները, x1-ը հավասար է կլինի R, ուրեմն Q1 կլինի սինուս Q1 և կոսինուս Q2, x2-ը հավասար է R սինուս Q1 սինուս Q2 և x3-ը հավասար է էլի կլինի մինուս նշանով R անգամ կոսինուս Q1։ Ուրեմն կա Q1, Q2 կոորդինատները, ես կարող եմ R-ն էլ կոորդինատ համարեմ, բայց որը հետո վերցնելու եմ հաստատում։ Ուրեմն ես անցա սֆերային կոորդինատների, ինչ պետք է անենք, պետք է գրենք Լագրանժանը, այս մեր բնական համակարգին կախված է x-ից և x կետովից, այս ստացվում է 1 երկրորդ, m, եկեք կարճ գրեմ x կետովի երկարության քառակուսի, և հանած, էլի պետք է գրեմ կինետիկ էներգիան mg x3-ներ, կստացվի mg x3։ Հիմա ոնց եմ հաշվում այս L ալիքով Լագրանժյանը, այս ամեն ինչը պետք է տեղադրեմ սրա մեջ, հետո վերցնեմ R-ը հաստատուն ու հենց հավասար է R արժեքին։ Այսինքն ստեղ կարող ենք պատկերացնել R-ի փոխարեն փոքր R, ստեղ R-ի փոխարեն ես կարող եմ պատկերացնել փոքր R, տեղադրում եմ սրա մեջ ածանցելով նաև ըստ փոքր R-ի, բայց հետո փոքր R-ի ածանցալի փոխարեն վերցնում եմ 0։ Այսպես էր ասում մեր ընդհանուր բանը, որ պետք է վերցնել, գումարել մինչև K, այսինքն միայն այն փոփոխականները, որոնք գործում են մեր մակերևույթի վրա։ Ուրեմն L ալիքովը ինքը կախված կլինի Q1-ից, Q2-ից, Q1 կետովից, Q2 կետովից, հավասար է 1 երկրորդ, M, հիմա ստեղ պետք է մի քիչ ածանցենք,
Ընդ որում ամեն անգամ r ելնելու, այսինքն այս r քառակուսի ես կարող եմ ընդհանուր հանել, որ ամեն անգամ ստեղ չմնա։ Ինչ կմնա պարագծերի մեջ։ Ուրեմն ածանցալը ըստ Q1-ի ստացվում է Q1 կետով կոսինուս Q1 կոսինուս Q2 հանած ածանցալը ըստ Q2-ի ստացվում է սինուս Q1 անգամ Q2 կետով սինուս Q2։ Այս ես ածանցեցի x1-ը, սրա քառակուսի գումարած x2-ի ածանցալը ստացվում է Q1 կետով կոսինուս Q1 սինուս Q2 գումարած սինուս Q1 անգամ Q2 կետով կոսինուս Q2, այս ամեն ինչի քառակուսի, պետք է ավելացնեմ երրորդի ածանցալը, ուրեմն Q1 կետով սինուս Q1-ի քառակուսի։ Ուրեմն ես գրեցի x կետովի քառակուսին։ Սրանք ածանցեցի ու երեք կոորդինատների քառակուսիների գումարը։ Եվ պետք է գրեմ նաև պոտենցիալ էներգիան, ստացվում է գումարած m g x3-ի փոխարեն պետք է դնեմ r կոսինուս Q1 r կոսինուս Q1, այս մինուսը այս մինուսի հետ գնաց։ Ուրեմն ինչ է ստացվում, հավասար է 1/2 m r քառակուսի ուրեմն հիմա ես երբ վերցնում եմ, եկեք այս անդամները նայենք, սրա քառակուսին գումարած սրա քառակուսին, այս երկու անդամը նույնն է, Q1 կետով կոսինուս Q1-ը նույնն է, սրա քառակուսի գումարած սրա քառակուսին տալիս է 1, այսինքն եղավ էս Q1 կետով քառակուսի կոսինուս քառակուսի Q1 ու միանգամից ավելացնենք նաև սա գումարած Q1 կետով քառակուսի սինուս քառակուսի Q1։ Հիմա նայում ենք սրա քառակուսի գումարած սրա քառակուսին, կստացվի գումարած Q2 կետով քառակուսի սինուս քառակուսի Q1 ու ստեղ էլի ստացվում է սինուս քառակուսի Q2 գումարած կոսինուս քառակուսի Q2։ Պետք է նաև գրեմ սրա ու սրա արտադրյալը ու սրա արտադրյալը, առաջի դեպքում մինուս նշանով, երկրորդ դեպքում պլյուս, հեշտ է տեսնել, որ տալիս է 0։ Եվ գումարած r m g կոսինուս Q1։ Ուրեմն վերջնական ստացվում է հետևյալը, որ L ալիքովը, որը կախված է Q-ից և Q կետովից, Q ասելով ես բնականաբար նկատի ունեմ Q1, Q2-ը, հավասար է 1/2 m r քառակուսի Q1 կետով քառակուսի գումարած Q2 կետով քառակուսի անգամ սինուս քառակուսի Q1 և գումարած r m g կոսինուս Q1։ Ուրեմն այս մեր Լագրանժյանն էր։ Հիմա պետք է գրեմ Լագրանժի հավասարումը, որը միանգամից նկատում եմ, որ Լագրանժի ֆունկցիան կախված չի Q2-ից, այսինքն ես ունեմ արդեն մի հատ հաստատուն։ Ուրեմն գրենք ածանցյալ DL ալիքով DQ1 կետով հանած DL ալիքով DQ1, սա հավասար է 0-ի, այս ինչ է նշանակում։ Այս նշանակում է հետևյալը, ըստ Q1 կետովի որ ածանցում եմ, սա սրա հետ կրճատվում է, լինում է m r քառակուսի Q1 2 կետով, ուրեմն m r քառակուսի Q1 2 կետով, ինչ պետք է անեմ, սրանից պետք է հանեմ ածանցյալը ըստ Q1-ի, Q1-ը երկու տեղ կա, մեկը ստեղ է, մեկը ստեղ։ Ուրեմն երբ ստեղ եմ գրում, այս երկուսը այս սրա հետ էլի կրճատվում է, այս մյուս երկուսի հետ կրճատվում է,
Ինչ է ստացվում։ Ստացվում է m r քառակուսի q2 կետով քառակուսի ուրեմն սինուս q1 և կոսինուս q1 սինուս q1 անգամ կոսինուս q1 և հանած սրա ածանցալը կոսինուսի ածանցալը ստացվում է մինուս սինուս, այսինքն ստացվում է գումարած r m j սինուս q1 այս հավասարի 0-ի։ Ուրեմն այս առաջի հավասարումն էր։ Երկրորդը արդեն q2-ից կախվածություն չկա, միանգամից ստանում եմ հաստատուն մեծություն, որն է հաստատուն, պետք է ածանցեմ ըստ q2 կետովի, երբ ածանցում եմ ըստ q2 կետովի, այս երկուսը սրա հետ գնում է, լինում է mr քառակուսի, ինչ եղավ, ուրեմն q2 կետով և սինուս քառակուսի q1։ Սա հավասար է 0-ի։ Հետևաբար այս մեծությունը հաստատուն է, ուրեմն m r քառակուսի q2 կետովը անգամ սինուս քառակուսի q1-ը հավասար է ինչ-որ մի c հաստատունի։ Հիմա, եթե c-ն հավասար է 0-ի, այդ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ կամ q1-ն է եղել հավասար 0-ի, այսինքն մենք սկսել ենք այս կետից, կամ էլ q2-ն է հավասար եղել 0-ի, այսինքն մենք այս հորիզոնական ուղղությամբ շարժում չունենք։ Մեր շարժումը միայն այս բանով է, մի ուղղությամբ է գնում, այսինքն արագություն չունենք, նույն միջօրեականի վրա է մնում այս շարժումը։ Այդ ինչ-որ իմաստով անհետաքրքիր դեպք է, որովհետև մենք ստանում ենք պարզապես այս տեսակ մի շարժում բանի համար։ Այսինքն եկեք ենթադրենք, որ c-ն 0 չի։ Եթե c-ն 0 չի, նշանակում է, որ q1-ը այլևս երբեք 0 չի դառնում։ Այսինքն ես կարող եմ ասել, որ ստեղից ստանում ենք, որ q2 նախ ստեղից միանգամից կարող եմ գրել, որ q2 կետովը q2 կետով սինուս քառակուսի q1 հավասար է ինչ-որ մի ուրիշ հաստատունի, անուն դնենք c1, ու քանի որ ենթադրենք, որ c-ն 0 չի, եկեք ենթադրենք, որ c-ն 0 չի, c-ն հավասար է 0-ն ավելի պարզ դեպք է իրականում։ Մենք ենթադրենք, որ c-ն 0 չի, այդ դեպքում կարող եմ ասել, որ q2 կետովը, տեղից ստանում ենք, որ q2 կետովը հավասար է c1-ը բաժանած սինուս քառակուսի q1։ Ու սա ես կարող եմ տեղադրել սրա մեջ։ Ուրեմն տեղադրելուց առաջ ինչ անենք, մի հատ m r քառակուսի վրա բաժանենք ու միաժամանակ էլ տեղադրենք։ Ուրեմն m r քառակուսի վրա որ բաժանում ենք, ստանում ենք q1 2 կետով հանած q2 կետովի փոխարեն անգամից տեղադրում եմ c1 քառակուսի բաժանած սինուս 4 աստիճան q1 անգամ լինում է սինուս q1 և կոսինուս q1 գումարած m-եր քառակուսի վրա բաժանել եմ, m-երը կրճատվում են, մնում է j բաժանած r-ի և սինուս q1, այս հավասար է 0-ի, եկեք ամեն ինչ տեղափոխենք աճ-մաս, բացի q1 2 կետովից, q1 2 կետովը ստացվում է հավասար է, լավ, մի անգամ գրենք, հետո փորձենք հասկանալ ինչ է գրված, ուրեմն j բաժանած r-ի սինուս q1, այս n-ը ինչ որ արդեն մենք տեսել էինք, ես մեր պարզ շրջանակի հավասարումն է, բայց հիմա մենք ունենք նաև շարժում հորիզոնական ուղղությամբ, որը արտահայտվում է հետևյալ անդամով, գումարած c1 քառակուսին բաժանած սինուս խորանարդ q1 և կոսինուս q1։ Ստեղ նախորդ բանում մոռացա ասեի, որ մենք ստանում ենք ազատության 1 աստիճանով պահպանողական համակարգ,
Սրա պոտենցիալը ազատության մեկ աստիճանով պոտենցիալը ստեղ ինչ է ստացվում է U կախված Q-ից հավասար է ուրեմն J բաժանացել կոսինուս Q, այս որ ածանցում ենք, մի հատ էլ մինուս պետք է դնեմ նշանը, որ ստեղ ստացվի մինուս։ Այսինքն այս ինչ որ գրված է ասում, այս U շտրիխ Q-ն էր։ Ճիշտ է, եթե ես ածանցում եմ սա ըստ Q-ի, ստացվում է J բաժանացել սինուս Q, բայց պահպանական համակարգում պետք է դնեմ մինուս, հենց ստացվում է U շտրիխ Q-ն։ Հիմա այս մտնում որ այս դեպքում էլ է ստացվում ազատության մեկ աստիճանով պահպանական համակարգ, ինչի, որովհետև այս կարող եմ գրել հետևյալ ձևով։ Այս առաջի անդամը նույնն է, ուրեմն մինուս ածանցյալը Q-ի, Q1-ի, ստացվում է J-ն բաժանած R մինուս նշանով կոսինուս Q1, չէ, որովհետև երբ ածանցում եմ կոսինուսը, մինուս է առաջանում, և ստեղ մի հատ մինուս դնենք, հետո երևի կարող է պլյուս դարձնենք, C1 քառակուսի ոնց որ կատպես մնում է, սինուս քառակուսի Q1, ուրեմն եթե մենք ես ածանցում ենք, առաջանում է մինուս 2 սինուս խորանարդ Q1 կոսինուս Q1, բայց մենք ուզում ենք ստանալ պլյուս նշանով, դրա համար ստեղ դնում ենք պլյուս ու մի հատ ստեղ 2 ենք ավելացնում, որ ոչինչ չփոխվի։ Մի հատ եկեք ստուգենք, երբ ես ածանցում ենք ըստ Q1-ի, առաջանում է մինուս 2 C1 քառակուսի բաժանած 2-ի սինուս խորանարդ Q1, այս մինուսը սրա հետ կրճատվում է, դառնում է պլյուս, ու անգամ կոսինուս Q1։ Այսինքն այս դեպքում էլի ստանում ենք ազատության մեկ աստիճանով պոտենցիալ համակարգ, VQ1 հետևյալ պոտենցիալով մինուս J-ն բաժանած R կոսինուս Q1 և գումարած C1 քառակուսի, C1-ը ստեղից է որոշվում, այս սա է, որը հավասար է C-ն բաժանած MR քառակուսու, C1 քառակուսին բաժանած 2 սինուս քառակուսի Q1, ընդ որում այս պետք է նայենք այն դեպքում, երբ Q1-ը 0-ից տարբեր է։ Այսինքն սկզբունքորեն օգտագործելով այն մեթոդները, որ մենք արդեն ծանոթ ենք ազատության մեկ աստիճանով պոտենցիալ համակարգերից, կարող ենք կիրառենք ու ինչ-որ ձևով նկարագրենք լուծման պահվածքը։ Շատ լավ, ինձ թվում է մենք սրանով այսօր սահմանափակվենք, ևս մի օրինակ կար, այդ էլ կանենք հաջորդ անգամ։ Այդ էլ այն դեպքում, երբ մեր սկզբնական Լագրանժյանը կախված է տեից, այսինքն նայում ենք շարժում ինչ-որ շարժվող մակերևույթի վրա։ Այդ կանենք հաջորդ անգամ։ Շատ լավ, այսօր այսքանը, արդյոք կան հարցեր։ Ոչ։ Դե, ուրեմն սրանով սահմանափակվենք այսօր, ստեսին բոլորին կհանդիպենք հաջորդ անգամ։